2024-ին Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 3.075.800 մարդ, 2023-ի համեմատ թիվն աճել է 84.600-ով։ Բնակչության թվաքանակը արձանագրվում է հաշվի առնելով բնական հավելաճը, ծնունդների և մահերի տարբերությունը և բնակիչների մեխանիկական տեղաշարժը։ Պիտի արձանագրենք, որ այս ցուցանիշների մեծ աճը բնակչության տեղաշարժերով է պայմանավորված, մասնավորապես մեր հայրենակիցների բնակչության պետական ռեգիստրում հաշվառման և մշտական բնակչության թվաքանակի կազմում ներառման արդյունքում։ Բայց դրա հետ մեկտեղ կարևոր է, որ բնակչության թվաքանակի բնական հավելաճ կա, այսինքն դրական տարբերություն կա ծնունդների և մահերի թվաքանակների միջև մոտ 8000-ի կարգի։ 2024-ին Հայաստանում ծնվել է 33.648 երեխա, 2023-ի համեմատ ծնելիությունը նվազել է մոտ 8%-ով, նախորդ տարի մեր երկրում 15.324 ամուսնություն է արձանագրվել, քիչ չէ նաև ամուսնալուծությունների քանակը՝ 4689։ Պիտի ասեմ, որ ամուսնալուծությունների գրանցման դեպքերը գրեթե 3.6%-ով աճել են, իսկ ամուսնության դեպքերը մոտ 7%-ի նվազում արձանագրվել։ 2024-ին Հայաստանում գրանցված 1000 ամուսնության հաշվով 306 ամուսնալուծության դեպք է արձանագրվել։ Երևանում և մարզերում ցուցանիշները տարբեր են։ Շատ տարբերվում է մարզից մարզ, օրինակ Երևան քաղաքում այդ ցուցանիշը 443 է։ Մի քիչ ուրեմն սա գրանցման գործառույթով է պայմանավորված, քանի որ մենք խոսում ենք գրանցված ամուսնությունների և ամուսնալուծությունների վերաբերյալ, սա նաև ցույց է տալիս, թե քաղաքներում, օրինակ Երևան քաղաքում երևի գրանցման գործառույթը շատ ավելի լավ հիմքերի վրա է դրված, քան մարզերում։ Կարինե Կույումջյանը հիշեցնում է, վիճակագրությունը կազմվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում արձանագրված դեպքերով։ Արամ Մարանդյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։